ու էդի կարանք կոչենք երջանկություն, որ մարդիկ երջանկություն են փնտրում, ու դեղ չկա ինչ-որ կոնկրետ արժեք, որ ասես մեկը ավելի ճիշտ է կամ մեկի արժեքները ավելի լավն են մյուսինը չէ, որտեվ եթե մեկը ինչ-որ նյութական բան է ուզում, իսկ մյուսը հոգևորը վրոձի ավելի վեհ արժեք է մեզ թվում, բայց այդտեղ կարևորը այն է, թե ինչքանով այդ բավարարվածություն տալիս մարդուն։ Միգուցե մարդը, որ ինչ-որ նյութական բան է ուզում, ինքը ավելի շատ բավարարվածություն ստանա դրանից, քան հոգևոր փնտրողը, հետեւաբար նաև ավելի երջանիկ լինի։ Իսկ հոգևորի ճանապարհը մի քիչ ավելի բան է, բարդ է իրականում, որտեվ ավելի ոչ կոնկրետ է ինքը։ Նյութականը ինքը ունի ինչ-որ կոնկրետ ֆորմա, մարդ գիտի կոնկրետ ինչ է ուզում ու ինքը հասկանում է ինքը իր ուզածին հասավ թե չէ։ Իսկ հոգևոր շատ ավելի ինչ-որ փիլիսոփայական բան է, որտեվ մարդ կարա ինչ-որ պատկերացում ունենա, հասնի դրան ու զգա, որ ինքը մեկը այն գաղափարին չի հասել, որ ուզում էր, то есть ինքը այդ ձև էր պատկերացնում, բայց իրականում այդ իր ուզածը այդ տեսքը չունի։ Ասենք շատերի համար երջանկությունը ազատության մեջ է, բայց ազատությունն է շատ տարբեր կարելի է պատկերացնել։ Ասենք բանտարկվածի համար ազատությունը դա բանտում չգտնվելն է, բայց բանտում չգտնվող մարդը այդ ձև չի մտածում ու չի համարում, որ ինքը ազատ է։ Իր ազատությունն է ինչ-որ ուրիշ տեղ է։ Ասկի մարդ կարող է գնում է գործի ու այն, որ ինքը ստիպված ամեն օր զարթնում գնում է գործի, որ գումար աշխատի, ինքը դա կարա համարի որպես անազատություն, բայց եթե ինքը չաշխատի ու ենթադրենք ֆինանսի հարց չկա, մեկը ինչ-որ պահի ոնց որ հավեսը հանելու է դրանից ու զգա, որ արդեն իրան ուրիշ ինչ-որ բան է պետք, ազատությունը դրա մեջ չի, то есть ինքը իր պատկերացրած ֆորմային հասավ, բայց իր ուզած գաղափարին չհասավ ազատ զգալու, որտեվ ազատությունը շատ ավելի լայն է, էլի հիմա եթե դու չես աշխատում, բայց դու ազատ չես, որտեվ ենթարկվում ես ինչ-որ հասարակական կանոնների, իսկի օրինակի համար գիտես, որ պետքա շոր հագնես, որտեվ տենց է ընդունված։ Հիմա այդտեղ կարաս քեզ անազատ զգաս։ Ու տենց կարաս գնաս խոսքի ինչ-որ միտեղ անտառում ապրես քո համար, ոնց ուզես կարաս տկլոր ֆրֆռաս։ Ու մեկը քեզ էլի ազատ չզգաս, որտեվ վերջի տոկ մարդը փակված է իր մարմնի մեջ։ Ու այդ արդեն իսկ խոսում է նրա մասին, որ լիարժեք ազատություն չի կարող լինի, իսկ մարմնից դուրս, ավելի ճիշտ մարմնից զատ մարդը ինչ է իրենից ներկայացնում, չէ, հենց մարմնից դուրս, այսինքն եթե մարդ չունենա այդ մարմինը, ինչ է իրենից ներկայացնում, դա մենք գաղափար չունենք, հոգի կա, չկա, եթե կա, ինչ ձև է եւ այլն, մահից հետո ինչ է տեղի ունենում, то есть արդյոք մեր ֆիզիկական մարմինն է մահանում, թե մենք ոբշե ենք մահանում եւ այլն։ Ու տենց ստացվում է, այն որ մենք կրում ենք մեր մարմինը, դա արդեն նշանակում է, որ մենք անազատ ենք դրանով։ Հետևաբար այդ ինչ-որ գաղափար է, որին հասնելը մեր կյանքի ընթացքում հնարավոր չի, իսկ մեր կյանքից հետո, այն որ չգիտենք ինչ է լինելու, չենք կարած ստավկեն դրա վրա դնենք, որ մտածենք, թե հիմա այս ամեն ինչը անում ենք, ձգտում ենք ինչ-որ ազատության, մաքրվում ենք ինչ-որ կեղևներից, խոսքի հետ աշխատանք, հասարակություն եւ այլն, բայց արդյունքում ուր է գնում, մեկը քո ուզած լիարժեք ազատությունը չի լինելու, կարաս ինչ-որ որոշ չափով ոնց որ այդ ազատությունը ձեռք բերես, բայց արդյոք այդ մարդուն կբավարարի թե չէ, այն մարդուն, ով որ հենց այդ արժեքի հետևից է գնում, էլի ազատություն գաղափարի հետևից է գնում, այդ դժվար է ասել։
ու արդյունքում որ նայում ես մարդը միշտ ինչ-որ process-ի մեջ է մեռնում, էլի, ինչ-որ բանի հետևից գնալու, ինչ-որ բանի հասնելու process-ի մեջ, էլի, ինչ-որ մեկը սեր է փնտրում, ինչ-որ մեկը ուզում է հարստանա, ինչ-որ մեկը ազատություն է ուզում, ու այդ process-ի մեջ են մարդիկ մեկը մեռնում, որտեվ անդադ ինչ-որ բան փնտրելու մեջ ես, էլի, անդադ ինչ-որ միգուցե ինչ-որ տարիքում դադարում ես ինչ-որ բաներ փնտրել, չգիտեմ դաժե այդ տարիքում արդյոք մարդիկ դադարում են, թե հոգու խորքում էլի շարունակում են, բայց ամեն դեպքում ինձ թվում է всё-таки միշտ փնտրում են, էլի, այդ Պրոստ կարող է դաժե նայած մարդ, էլի, կարող է որոշ մարդկանց համար հենց հարցերի պատասխանը կամ իրանց ուզած նպատակի վերջնակետը հենց մահվան մեջ կարա լինի, նույն այդ ազատությունը միգուցե մարդ, եթե սաղ կյանքը ազատություն ուզի ու փորձի հասնի, բայց միշտ ինչ-որ բաներ կա, խանգարող որ լիարժեք ազատ զգա, կարա մահը լինի վերջին հույս, այս կյանքի շրջանակներում էլի վերջին, որ ընդեղ կլինի են ինչ-որ դու ուզում ես, բայց դե միգուցե և հակառակը, միգուցե ընդեղ ոչ ման չլինի վաբշե, ու երևի այդ ազատության պես ամեն մարդ ինչ-որ բան ունի, էլի, գիտակցված թե չգիտակցված, բայց ինչ-որ բանի հետևից է գնում, իր երջանկության հետևից է գնում, որը բոլորի դեպքում կարա տարբեր լինի, ու դժվար է իմանալ ինչքանով կհաջողվի դրան հասնել ու ինչքանով է այդ քո նպատակը իրոք այն ինչ որ քեզ տանելու է դեպի երջանկություն։ Իրականում ինձ թվում է պետք է վստահել այն զգացածին, կտրվելով սաղ արտաքին բաներից, ինչ որ նորմերից, պետքերից ու նման բաներից, պրոստը զգաս թե ինչ ես դու ուզում, այդ կարա այդ նորմային չհամապատասխանի է, բայց քո ենթագիտակցությունը, որը եւ այդ քո զգացածը քեզ տալիս է, այդ սիգնալները, ինքը քեզ սաղից լավ գիտի, էլի, ինքը քո գիտակցությունից ավելի լավ գիտի, դու ինչի կարիք ունես, դրա համար բաներ կա, որ պրոստը պետք է հավատաս ինքդ քեզ, կարող է այդ հենց ինտուիցիան, հավանաբար ինտուիցիան պրոստը մենք իր տրամաբանությունը չենք բռնում պահի մեջ ու դրա համար մեզ թվում է թե ինչ-որ անհավանական բան եղավ, որ ինչ-որ բան զգացիր, բայց դա պրոստը նայած իրավիճակը էլի կարա ինչ-որ լիքը ասոցիացիաների արդյունք լինի, որ քո կյանքի փորձը քեզ պրոստը այնքան ինֆորմացիա տա, որ դու այս պահին ստեղ նայելով ջոգում ես, այս անես, թե այն անես, ու նույնձև ներսից կարա պրոստը ենթագիտակցություն ոնց որ հուշի, թե ինչի կարիք ունես դու, ու եթե անգամ դու կարիք ունես ինչ-որ ոչ ամենաստանդարտ բանի, խոսքի, եթե ստանդարտ օրինակ հարստանալը, բայց դու կարիք ունես խոսքի հասարակությունից կտրվելու, ուրեմն երևի հենց այդ է քեզ պետք, ու գոնե մի քիչ պետք է այդ ուղղությամբ գնալ ու հասկանալ այդ քեզ բավարարվածություն տալիս է թե չէ, բայց այդ պահը իհարկե կա, որ կարաս անվերջ խորանաս ու պարզվի, որ вообще քո ուզած տեղը չես գնում, ավելի ճիշտ ոչ թե քո ուզած տեղը չես գնում, տեղը գնում ես, այսինքն ուղղությունը ճիշտ է, բայց վերջնակետ չկա, նայած մարդ էլի, հավանաբար մարդիկ, ովքեր ավելի Ոչ մարդիկ կան, որ կոնկրետ գիտեն ինչ են ուզում, էլի, ասած ավելի ինչ-որ նյութական բաներ կարա լինի, բայց շատ կոնկրետ է, էլի, խոսքի գիտեն, այս բանն են ուզում, այս մեքենան են ուզում, այս տունն են ուզում, տենց բան, ու հնարավոր է, որ մարդիկ տենց կոնկրետ բաներ պատկերացնելով, բոլոր մարդիկ չէ, էլի, մարդուց կախված, բայց հաստատ կան, ովքեր ավելի շատ
բավարարվածություն են ստանում, քան այն մարդը, որ տենց ինչ որ բաներ ա ուզում ավելի հոգևոր, հենց որ եթե ինչ որ մեկը իրան շատ խելացի է համարում ու մտածում է, որ ինչ որ վեհ բաներ ա ուզում, այդ իրան ավելի լավն է սարքում քան մյուսները ու ինքը դրանով ավելի մոտենում է իրական երջանկությանը, շատ հնարավոր է, որ ինքը սխալվի, որտեվ ինքը կարա տենց խորանալով տենց էլ չհասնի իր երջանկությանը, իսկ այն մարդը, որ կոնկրետ ինչ որ բաներ գիտի, ինքը իրան գոնե երջանիկ կզգա տեկուս պահի մեջ։ Բայց մյուս կողմից, եթե դու մարդ ես, ով այդ ճանապարհն է ընտրել, այլ ճիշտ ճանապարհը չես ընտրել, էլի այդ խորանալ, ոչ իմ եթե դու մարդ ես, ով որ տենց հակված է խորանալու, մտածելու ու նման բաների, դու էլ չես կարա վերադառնաս այն մյուս գաղափարներին, որոնք ընդունված է համարել, որ բերում են երջանկության, ասենք փող, մող ու նման բաներ, եթե դու տենց մարդ ես, ով որ խորանում է անկախ իրանից, տենց ինչ որ հարցերի մեջ, եթե դու այդ դուռը բացել ես քո համար, եթե դու արդեն արժեզրկել ես ինչ որ ընդունված գաղափարներ, եթե դու ռեալ արժեզրկել ես, էլի ոչ թե արժեզրկել ես արժեզրկելու համար, այլ այդ ամեն ինչի մեջ խորացել ես ու հասկացել ես, որ այդ չի ճանապարհը ու այդ իլյուզիա է իրականում, հավանաբար էլ հնարավոր չի այդ դուռը փակել, էլի, եթե դու այդ դուռը բացել ես, որտեղից այն կողմ տեսնում ես այդ այն թե ինչ ցիկլի մեջ ենք մենք ապրում ու ինչ միանման ենք ապրում ու բոլորս գնում ենք նույն երջանկության հետևից ու ոչ մեկս չենք հասնում, եթե դա արդեն նկատել ես, այդ հնարավոր չի էլ հետ նկատել ու էլ չես կարող վերադառնաս այն կետ ու կարողանաս երջանկությունը գտնես այդ ձև բաների մեջ։ Թեկուզ պահի տակ էլի, այսինքն կարող է այդ նույն, չգիտեմ, ինչ որ նոր ավտո առնել կամ նոր հեռախոս առնել, տենց բաների, ինչ որ քեզ հավերժ երջանկություն չեն տալու, որ սաղ կյանքդ դրանով ապրես, բայց հնարավոր է, որ ինչ որ պահի տակ մի ահագին էտապ քո կյանքում բավարարվածություն ստանաս։ Բայց եթե արդեն խորանում ես ինչ որ բաների մեջ ու տենց արժեզրկում ես լիքը բաներ, չեմ կարծում, որ կարանաս երբևէ էլի նույն ձև ուրախանաս ու վայելես այդ փաստը քո ինչ որ նոր մեքենա կամ հեռախոս ունենալու, ոնց որ կարայր, եթե այդքան այդ ամեն ինչ մեջ խորացած չլներ, էլի։ Նշում շատ մտածելը միշտ չի, որ օգտակար է ու հարցը առասարակ вообще ինչքանով է օգտակար անհատի համար, էլի։ Դուք մտածող մարդկանց շնորհիվ մարդկությունը առաջ է գնացել, ասենք գաղափարապես էլի նկատմամբ ոչ թե տեխնոլոգիաներ ու նման բաներ, դա իր հերթին, բայց դրա մասին չի խոսքը։ Այլ ընդհանուր ոնց որ ինչ որ լիքը մտածող մարդկանց շնորհիվ փիլիսոփաների եւ այլն, գրողների, մենք հիմա այնտեղ ենք, որտեղ որ գտնվում ենք։ Ու դա կարևոր է։ Բայց հենց անհատի տեսանկյունից, այդ մտածող մարդու տեսանկյունից ինչքանով է այդ օգտակար իր համար, իսկ ինչքանով է այդ վնասում իր կյանքը, ինչքանով է այդ իրան հեռու պահում երջանկությունից, ու սենց մտածող չմտածող առանձնացնելը իհարկե շատ բան է հնչում, ինչ որ նշում շատ տարանջատող է հնչում, էլի մարդկանց ոնց որ ինչ որ վատ վերաբերմունք լինի մի մասին, բայց իրականում դա չկա վատ վերաբերմունք, ինձ թվում է այդ ուղղակի փաստ է, որը պետք է ընդունել։ Պրոստը մեր շուրջը նայելով էլ դա հասկանում ենք, որ կան մարդիկ, ովքեր հակված են տրամաբանելու, ինքնուրույն մտածելու, սամաանալիզ անելու, կան մարդիկ, որ չէ։ Ու այն մարդիկ, ովքեր չէ, դրանից վատ մարդ չեն դառնում։
պրոստե տիպ հաստ է, ու այդ մարդկանցից լյուբոյը, թե այդ մտածողը, թե չմտածողը, իրա ինչ-որ օգտակար ինչ-որ բաները ունի այս կյանքում, ու իհարկե կան մարդիկ, որ չես կամ ջոգես իրա օգտակարությունը, բայց երևի ինչ-որ մի բան կա, որ պրոստը բավական չես ճանաչում այդ մարդուն, դրա համար չես տեսնում, բայց ընդհանուր ոնց որ սաղ էլ մի հատ մեծ մեխանիզմի մի մաս լինեն ու բոլորն է պետք են էլի, չգիտեմ ինչի համար, երևի մարդկությունը առաջ տանելու համար, բայց այդ էլ է հարց, ոչ մարդկությունը ինչքանով է պետքական բան, ինչքանով չէ, այս աշխարհում էլի, ոնց որ ջոգում ես, որ չես ջոգում, թե աշխարհը ինչ է, ասենք մեր մոլորակը չէ էլի, ոչ է տիեզերքը, ոչ է ամեն ինչը, դաժ տիեզերքի մակարդակով որ նայում ես, խոսքի մեր մոլորակը ինչ էլի, ուղղակի մոլորակը, հերթական մոլորակը, որը ինչ-որ շատ ուժեղ ձևի չի ազդում տիեզերքի վրա, ու առավել ևս մարդիկ, հենց տեսակը իրանց, ոչ ավելի կարևոր են, քան զատիկները խոսքի, պրոստը մենք լինելով մարդ, այդ կարևորություն տալիս են, բայց ինչ ենք անում էլ, իրականում պրոստը բզբզում ենք, փորձում ենք ինչ-որ հարցերի պատասխաններ ստանալ, որ չգիտես է ինչի համար, մեկը էլի այտենց այդ պրոցեսի մեջ մեռնելու ես, մինչև ինչ-որ հարցերին պատասխաններ փորձես տալ, այդ ընթացքում մեռնելու ես, ու այդ հարցերը միգուցե թողես հաջորդ սերնդին, բայց այդ հարցերը անսահման են էլի, այն պատասխանները, որ մեզ են հասել, այդ ինչ-որ դարերի ու հազարամյակների պատմություն ունեն, ու հիմա մենք մեր ինչ-որ պատասխաններն ենք տալի ու նոր հարցեր ենք տալիս, ու խոսքի հայ ևս մի քանի հազարամյակ էլի ինչ-որ հարցերի պատասխանին ու ինչ, то есть հազարամյակներ շարունակ այս ամեն ինչ տեղի ունեցել, ինչ-որ մեզ է հասել, ու մենք տենց մոտավոր ոչ մի բան չգիտենք, ու տենց է շարունակվելու է, որտեվ ինձ թվում է այն ինչը որ մեր պատկերացրած բանն է, ճշմարտությունն է, այդ մեր ուղեղին հասու չի պրոստը, ու մենք հավայի տանջվում ենք, ու միգուցե вообще այդ մարդկության մարդկանց հիմարություններից է, որ ոնց որ գլխից մեծ քաքեր են ուտում, այն առումով, որ ընկնում են ինչ-որ բանի հետևից, որի տակից չեն կարող դուրս գան, էլի, ինչ-որ հարցեր են իրանց տալիս, որոնք պրոստը ունակ չեն դրա պատասխանը գտնեն, էլի, իրանք։ Ոնց որ խոսքի մարդը ուզի զգա, թե խռիկներով շնչելը ոնց է։ Այդ պրոստը ինչ-որ բան է, որը քեզ տրված չի։ То есть դու չես հասկանալու, դու կարաս չէ պատկերացում կազմես, ուսումնասիրես ինչ-որ չափով, բայց լիարժեք դու չունես այդ բանը, էլի, այդ զգալու գործիքը չունես։ Ու առավել ևս այտենց ինչ-որ գլոբալ հարցերում պրոստը չես ստանալու այդ պատասխանը երբեք, էլի։ Այսինքն այդ ընդամենը ինչ-որ մի հատիկ հարց է, որի տակ կան անսահման հարցեր, ու այդ անսահման հարցերին պատասխանելուց հետո նոր կհասնես այդ պատասխանին, այդ մեծ պատասխանին, բայց այդ անսահման հարցերի համար պետք է անսահման ժամանակ, ու նաև պետք է ունակություն այդ հարցերին պատասխանելու, իսկ մենք չունենք էդի։ Ու դրա փոխարեն միգուցե ավելի լավ կլիներ, որ մարդիկ պրոստը լարվային այն նրանով, ինչը որ ունեն, ու դրանց պրոստը վայելեին այն ինչ որ կա, չգիտեմ, իրանց քայլելու ունակությունը, իրանց տեսնելու ունակությունը։ Մենք մեր կյանքի ընթացքում ռեալ չենք վայելում էլի մեր այդ ունակությունները։ Կարող է ինչ-որ պահի սենց մի պահ ֆիքսես, ասես ինչ լավ որ ես տեսնում եմ կամ քայլում եմ, կամ ինչ-որ բանով հիանաս, ինչ-որ տեսարանով ու ասես ինչ լավ որ կարամ տեսնեմ ես ես, բայց գլոբալ մենք
նենց չէ՞ էլի մաքսիմալը քամում ենք այդ մեր ունակություններից։ Մենք մենակ մաքսիմալ փորձում ենք մեր ուղեղից քամենք, որ սա հարցերի պատասխանները ստանանք։ Դա չգիտես ինչի համար էլի։ Դաժե ավելի հասարակ հարցեր, հենց մարդու հետ կապված, դաժե դրա մեջ մենք չենք կարող պատասխանները գտնենք լիարժեք։ Դաժե մեր կյանքի կտրվածքով մենք ինքներս մեզ չենք հասցնում ճանաչենք, բայց ուզում ենք բացահայտենք աշխարհը։ Բայց միգուցե ամեն մարդ իր կյանքում որ ինքը իրեն փորձի բացահայտի իր ցանկությունները, ինչով է իրան լավ, որտեղ է իրան լավ, պրոստը ապրին հենց որ իրան լավը լինի էլի։ Որտեղ մենք շատ ենք հեռացել մեր բանից, բնությունից, ոնց որ կենդանական, ու մոռանում ենք, որ եթե կենդանիները ուղղակի առաջնորդվում են նրանով, որ իրանց լավ լինի։ Իրանց բնազդները տանում են նրան, որ եթե խոսքի մրսում ես, պետք է նենց անես, որ տաք լինի։ Եթե սոված ես, պետք է գերհայթայթես, որ ուտես կշտանաս։ Ոչմ այն ինչից որ վատ է, փորձում են նենց անել, որ լինի լավ։ Իսկ մենք մոռանում ենք вообще ինչից է մեզ լավ, ոչ խորանում ենք դրա մեջ, ոչ մեզ վատ է ալնում, ավելի ենք փորձում վատացնենք, չգիտես ինչի համար։ Փորձում ենք ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել։ Միգուցե ամեն ինչ ավելի պարզ է, էլի։ Մեզ վատ է լինում, մենք ոչ թե անում ենք նենց որ լինի լավ, այլ փորձում ենք հասկանալ թե խիա վատ, ու այդ հա ինչ-որ վրոդի խելացի մեթոդ է, որ հենց հիմքից գնաս բռնես արմատախիլ անես ու քեզ միշտ լավ լինի, բայց դա արդյոք ստացվում է դրան հասնել։ Միգուցե պրոստը պետք է նենց անել, որ այդ պահին լավը լինի։ Եթե խոսքի տխուր ես ու այդ տխրությունից քեզ վատ է, ուրեմն փորձես նենց անես, որ ուրախանաս։ Եթե տխուր ես ու դու ընդունում ես այդ տխրությունը, կարաս պրոստը տխրես։ Բայց մենք մեզ վատ է ալնում, գնում ավելի շատ ենք տառապում։ Վրոդի համ խելամիտ է խորանալ ինչ-որ բաների մեջ, պատասխաններ գտնել ու նման բաներ, բայց մյուս կողմից ինչքան խորանում ես, այնքան հավանաբար հեռանում ես քեզ լավ զգալուց։ Որտեվ լավ զգալը հաճախ ինչ-որ պարզ բաների մեջ է։ Հաճախ լավ այն ինչից որ մենք լավ ենք զգում, այդ այնա ինչ-որ կա ու մենք չենք նկատում, որտեվ ինձ թվում է մարդու պահանջները իրականում շատ չեն։ Մենք պրոստը հեռանում ենք մեր իրական պահանջներից, դրա համար իրանք ավելի շատ ու բարդ են մեզ թվում։ Բայց հաճախ որ պրոստը մի պահ ես ցիկլի մեջ որ ապրում ես ինձ անդադար ինչ-որ բանի պես այդ խամյակի պես անիվի մեջ ուր ֆռում ես, եթե մի պահ կարողանաս կանգ առնես, միգուցե կարողանաս տեսնես ինչից է քեզ լավ։ Միգուցե հենց այդ տեսնելուց ու քայլելուց է քեզ լավ։